Տիկին Թանդիլյան, ձեր սպասումներ այս գործի վերաբերյալ տեսնում ենք, որ տարբեր տարատեսակ բացատրություններ, պարզաբանումներ են հնչեցնում հենց մեղադրող կողմի ներկայացուցիչները։ Ի վերջո ինչ եք սպասում? Ամբողջական բացահայտման կարիք կա, քննության ամբողջական անհրաժեշտություն կա եւ փաստ է, որ այս գործը անգամ մոտիկ չէ բացահայտված համարելուն։ Տիկին Թանդիլյան, կներեք, մեղադրյալ Գևորգ Հարությունյանը մի քանի նիստ առաջ ասել էր, որ քննչական կոմիտեն իրեն տարել է, տեղը ցույց տվել, հետո կամերաների առաջ իբր թե ինքն է գնում այդտեղը։ Տեղյակ եք դուք այս բացահայտումներով, որ անում է Գևորգը, ինչ որ քրեական վարույթ, նախաձեռնություն կա, թե չկա, կամ դիմել է պարոն Գրիգորյանը, չգիտեմ, փաստաբանը, որպեսզի այս հայտարարությունները որևէ իրավական գործընթաց լինի, վերջո սկանդալային հայտարարություն է անում։ Ես հետ համաձայն եմ, նաև այսօրվա իր տված պատասխանը ձեր հարցին սկանդալային է եւ փաստացի Գևորգի տպավորությամբ փող է նախապատրաստում առայն, որ կարողանա ցույց տալ, որ ինքը կատարող անգամ կատարողը ինքը չէ։ Ես այդպիսի տպավորություն եմ, սա զուտ իմ նեղ անձնական տպավորությունն է դատական նիստերից։ Հետևաբար մենք իհարկե լրջորեն եւ աչալուրջ հետևում ենք process-ին եւ թույլ չենք տալու նման բաց թողումներ կամ վրիպակներ տեղի ունենան, ակնհայտ է, որ հետամուտ ենք լինելու, բայց այս փուլում դատախազն իր աշխատանքն է անում, փորձելով դեռ ապացույցների փաստերի զննման փուլ է, այդ process-ն է ընթանում, որից հետո բոլոր վիճահարույց եւ խնդրահարույց հայտարարությունների հետևից բնականաբար գնալու ենք, վկաները հարցակնվելու են ամբողջությամբ եւ Գևորգը պատասխան է տալու դեռ պաշտպանող կողմի բազմաթիվ հարցերին։ Լավ, Տիկին Թանդիլյան, արդեն ընտրությունները հունիսի 7-ի տեղի ունեցել, ինչպիսի տպավորություններ ունեք ընդդիմադիր հատվածը սպասելիքները մեծ էր, որ կհաղթանակի միասնական ընդդիմությունը, բայց փաստորեն թեպետ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չի կազմելու, բայց վարչապետը շարունակելու է լինել հանրապետության։ Նախ իհարկե պետք է վերահաշվարկ հասկանալ, ինչ դասավորություն ունի գոնե այդ վերահաշվարկի հիման վրա ազգային ժողովը, բայց իմ կարծիքով այս աննախադեպ վարչական ռեսուրսի օգտագործումը, որ ուղղակի սահման չի ճանաչել, ամբողջ փաթեթը կիրառել են վարչական ռեսուրսի ճնշման եւ օգտագործման։ Ինչպես նաեւ հաշվարկները տեսնում եք, ինչ խայտառակ բաց թողումներով է տեղի ունեցել, հետեւաբար այս ընտրությունները ազատ ու արդար համարել ուղղակի հնարավոր չէ։ Եվ այս ընտրության ձևավորած կառավարությունը նույնպես լեգիտիմ չունի, որովհետեւ փաստացի մեծամասնություն չի ներկայացնում։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը պիտի խորհրդակցություններ սկսեն եւ ամբողջացնեն առայն, թե ինչպես են կանգնեցնելու եւ իրացնելու իրականում քաղաքական ճգնաժամի պատկերը, որովհետև փաստացի երկրում քաղաքական ճգնաժամ է, բայց եթե ազգային ժողովը շարունակի բնականon գործունեություն, կարող է կարծիք ստեղծվել, թե ամեն ինչ նորմալ է։ Հայտարել, որ ընտրակեղծարարություն է տեղի ունեցել եւ բռնաճնշումներ եւ վարչական ռեսուրս մի բան է, դրան համարժեք գործողությունը մեկ է։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը դեռ սպասում է խորհրդան անցած առնված այն ուժի, որ այս փուլում անցել են, վերահաշվարկի են սպասում, շաբաթօրը հավանաբար համատեղ քննարկումներ կունենան եւ ես շատ հույս ունեմ, որ այնպիսի որոշման պետք է գալ, որը կարձանագրի քաղաքական ճգնաժամ երկրում։ Այսինքն մանդատ չվերցնել, Տիկին Թանդիլյան։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ լուծում է այս փուլում։ Իհարկե իրենք վերցնելու, չվերցնելու պարագայում էլ բացատրություններ, հիմնավորումներ են տալու, բայց իմ անձնական կարծիքով ես կարծում եմ, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ սա լեգիտիմ խորհրդարան չէ։ Ես հասկանում եմ, որ դրանք կարող են իրավական առումով վերցնել իրենց մանդատները եւ գնալ աշխատանքի, ինչը եւ անել այլ բաներ, այսինքն օրենք փոխել համանդրական դատարան, դիմել փոփոխություն անել ընտրական օրենսգրքում եւ անել գործողություններ։ Այս բոլորը պիտի ազդակ լինի հանրության եւ քաղաքական ուժերի համար միավորվելու, համախմբվելու եւ պայքարելու այս ապօրինությունների դեմ, ունենալով օրակարգ, բայց այն որ ուղղակի վերցնել գնալ շարունակել աշխատել, ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումը չէ այս ստեղծված իրավիճակի համար։ Տիկին Թանդիլյան, իսկ արտախորհրդանական շատ ընդդիմադիր ուժեր նաև այս ընթացքում փողոցային պայքարի մասին են խոսում, դուք դիտարկում եք եւ պատրաստ եք այդ պարագայում լինել ուժերի կողքին եւ եւս մասնակցություն ունենալ։ Օրինական պայքարի բոլոր տեսակները այս իշխանությունների դեմ մեզ համար ընդունելի։ Մենք միշտ գնահատել ենք զուտ արդյունավետությունը, երբ որ հանրային տրամադրությունները դեռ չեն հասունացել եւ դու փողոցային պայքար ես ծավալում եւ նախաձեռնում, այն կարող է ցավոք սրտի հիասթափություն նույնպես առաջացնել։ Հետեւաբար ինձ համար պիտի լինի այն պահը, երբ դա պիտի անել եւ անել ճիշտ հաշվարկված, հիշեք սրբազան շարժումը, դա մի փառահեղ շարժում էր, որը ցավոք սրտի չկապիտալիզացվեց հազար ու մի պատճառով, բայց հանրային տրամադրությունները տեսեք, որ այո, այդ ընդդիմադիր ձայնը կա, ոտքի կանգնողը կա։ Մնում է իսկապես ճիշտ տրամադրությունները տեսնել
ժողովրդի որսալ եւ կարողանալ դա կապիտալիզացնել թեկուզ փողոցային պայքարով։ Տիկին Թանդյան եւ Ռուբեն Վարդանյանը տեղյակ է, որ Հայաստանում ընտրությունները ինչպեսի ելք ունեցան, Քրդեվը վտանի քաղաքի դարձրել է, ինչ ասել նա։ Չեմ կարող ասել այս բանի տեղեկություն նման չունեմ, բայց հասկանում եմ, որ ինքը տեղյակ է, որ տեղի են ունենում ընտրություններ եւ իր հայտարարություններից հասկանում եք, որ նա ուղղակի կորցանարար էր համարում Քաջնազարի ընտրվելը։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևողներ, այսքանով ամփոփում ենք մեր ուղիղ հեռարձակումը, շնորհակալություն